Քոչարյանի մասին խոսք չկա, ուղղակի նույն ձևամբարձական շարունակում իշխանությունները, ասելով թե ինչ պիտի անի Հայաստանի կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ դրանք ոչինչ չեն ձեռնարկում, բայց այսօր ուղղակի շատ փոքր ակցիայով այսպես ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ պիտի անի, որը չի արվում, եթե չասեմ ինչ է արվում, որ խանգարվում։ Եվ սա զուտ այդ նպատակն ունի, եւ մենք շարունակելու ենք թեման պահել օրակարգի մեջ, ոչ միայն այսպիսի ակցիաներով, այլև քննարկումներ, դահլիճային մարդկանցի հանդիպումներով, շատ իրազեկման նաև որ այս իշխանությունները մոռացության տալու հաղորդման թեման, մենք պատրաստվում ենք տարբեր միջոցներով, տարբեր միջոցներով թեման պահելու։ Ադրբեջանցի զինվորները պահանջել են ամենախիստ ախիժը Վարդանյանի նկատմամբ ու մենք զուգահեռ տեսնում ենք, որ այստեղ պետական մակարդակով հանգուցալու զինվորներ, որոնք Ռուբեն Վարդանյանին դիտեն սա զավեշտ է։ Այդ զավեշտը տեղի է ունենում աշխարհի եւ Հայաստանի կառավարության աչքի առաջ։ Եվ հետեւաբար, այո, մենք պիտի ցույց տանք նաեւ աշխարհին, դրա համար գիտեք, որ ՄԱԳ-ի գրասենյակի մոտ ենք ակցիա արել ու տարբեր միջավայրերում, տարբեր դեսպանությունների համակներ ենք խաղում եւ շարունակելու ենք այս մասին խոսել, որ չծաղրեն Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի քաղաքացիներին։ Սոցցանցերում մարդիկ գիտեն հատկապես ում եւ որտեղ դրված ականից են պայթի։ Սա ուղղակի ծաղրանք է մեր պետության եւ մեր քաղաքացիների։ Հանդիպյան Շվեյցարիայի խորհրդարանը ունեց բանաձև Արցախավայրի վերադարձի վերաբերյալ համաժողով անցկացնելու, նաև գերիների վասն է ներառված, փորձելու եք այս հարթակը ևս օգտագործել։ Անպայման շնորհակալություն կարևոր հատվածի է հարցի համար, որովհետև նաև Գենսեր երբ որ հրապարակում էր ոչ գալու, պիտի արվի, նա նաև Քոչարյանում չեզոք երկրների մոտ գրավել, որոնց անդամները, դեսպանության աշխատակիցները իրավունք ունեն, կարող են մասնակցել նաև առնվազն մասնակից դառնալ այդ դատարական փոխին գոնե կունենան երկրորդ աղբյուր ինֆորմացիայի։ Այժմ մենք ինչ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներից տրված ինֆորմացիա։ Եվ ես նորից էլի պիտի խնդրեմ ուղղորդել մեր հայրենակիցներին չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն այնտեղ պահող գերիների պատանների խոսքից, որովհետև նրանք հենց դրան են սպասում։ Եվ այո, Շվեյցարիայի մեր խորհրդարանը կարող է խոսել այդ մասին մասնակից լինել եւ շատ բարձր եմ գնահատում Մայքլ Օլսի հայտարարությունը ԱՄՆ անդամության նախագահի անդամության խորհրդականին ուղիղ ասելու, որ ազատ անցել։ Այստեղ խոսքը դատավարական ֆարսի մասին է եւ դա բոլորին տեսանելի։ Եվ հետեւաբար այդ հորդորը, որ խաղաղության պայմանագիր ուղղակի չի կարող լինել առանց գերիների ազատ արձակման, սա փաստ, որ եթե անկեղծություն կա այդ խաղաղության օրակարգում եւ դա ոչ թե իշխանության գործարք է իշխանություն պահելու, ուրեմն պիտի ներպետական բոլոր ազգանների նաեւ դատական այցելը ավարտվեն եւ գերիները ազատ արձակվեն։ Առանց դրա ուղղակի անհնարին է պատկերացրեք Իսրայելը խաղաղություն պետք է առանց այդ գերիների հետ ստացվի։ Խաղաղության պայմանագրում չկա դա է, ոչ անգամ ներառված չէ, բայց էլի այս պարագայում էլ ինչ էր առաջարկում, առնվազն պիտի պայմանավորվածություն լինի, որ նախքան ստորագրելը պիտի վերադարձվեն, կամ դա որպես process-ի մի մաս պիտի դիտարկվի, այսինքն չի կարող լինել խաղաղություն, իրական անկեղծ խաղաղություն առանց գերիների վերադարձի, սա ուղղակի բացառում է, խաղաղությունը կնքում են պիտի լինի ժողովուրդների միջև, իշխանության ստորագրությունը ոչինչ է, եթե ժողովուրդների միջև խաղաղություն չի հաստատվում, համերաշխություն առնվազն գերիների վերադարձի հարցում։ Ինքնուրույն իշխանության համոզմունքը բացարձակ այն է, որ եթե իրենք հետևողականորեն գնանային խաղաղության պայմանագրի հետևից ստորագրի այդ պայմանագիրը, ի վերջո ասում են կլուծի նաև այս հարցը, եթե խաղաղություն լինի գերիները Նրանց մոտեցումը հետևյալն է, եթե այս ինչ հող օրինակ սահմանազատման հետևանքով այս գյուղը չտանք, պատերազմ, եթե տանք չգիտենք, եկեք խաղաղությունը կնքենք, չգիտենք, ոչ կնքենք չեն տա վերադարձի, որ կնքենք միգենք։ Ակնհայտ է, որ սա մանիպուլատիվ նարատիվ է եւ ակնհայտ է, որ նաեւ այս օրակարգում Ադրբեջանը շարունակում է հրապարակային պահանջները։ Այո, փուլային հնազանդը Հայաստանի այսպես նվաստացման process է կրում։ Սա խաղաղություն չէ, խաղաղություն այսպես չի կայանում։ Խաղաղությունը կայանում է, երբ որ ժողովուրդների միջև աստիճանաբար հաշտություն է։ Նրանց դասագրքերը նայեք, տեսնեք ինչ են խոսում հայ ժողովրդի մասին, որ խաղաղության մասին։ Հետևաբար, այո, Հայաստանի իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է գերիների վերադարձի այնինչ դա պետք է հայտարարել որպես առաջնահերթություն, դա պետք է ներառված լինել բոլոր զրույցներում, բանակցություններում, որպես անկեղծ իրական խաղաղության օրակարգի կարևորագույն։
Տիկին Թանդելյան իշխանությունը ասում է, որ նման նախապայմաններով խոսեն, այսինքն բանակցությունները կգնան փակուղի։ Եվ հետաքրքիր է կոնկրետ գործնական քայլեր, բացի խաղաղության օրակարգից։ Իշխանությունը ինչ կարող էր անել, որը ըստ ձեզ չի արել, այսինքն ռեալ գործիքներ, որը կարող էր կիրառել իշխանությունը, բայց չի կիրառել։ Առաջին հերթին դեպքեր ես որպես փակուղի մի։ Երբ որ ասում են փակուղի կգնա, տարբեր բանալներ են եղել, տարբեր սցենարներ։ Հիմա Ադրբեջանը տանում է փակուղի, հայտարարում որ պիտի փոխի սահմանությունը։ Այդ ինչի է հարցում կա քննարկում, անհանգստություն չկա որ փակուղիում այս հարցում սա համամարտային հարց է։ Այստեղ որևէ պետություն չկա որ երկրորդ տարածքի ունի որ դերներ իրականացվեն։ Ուղղակի Հայաստանի իշխանությունը օրակարգից հանել ասում է ինչ պիտի անեն, պիտի պահեն օրակարգը։ Պիտի բանագնացներ ունենային այս հարցով բանակցելու քննարկելու, որտեղ սա պիտի լիներ որպես կարևորագույն պայման խաղաղության օրակարգի, բայց նրանք ամբողջությամբ հանել ավելի այս հարցով զբաղվողներին, որ դուրել են չի զբաղվել այս հարցով։ Եվ ես այստեղ կարևոր շեշտադրում եմ, խաղաղություն չի կարող ներկայացնել, ինչպես կարող է խաղաղվել մեկը, որտեղ ձեր որդին գերի է պահել։ Սա անհնարին է պատկերացնել, իշխանությունները գնահատում Մանրամասնիկ ինչ է ասել է, որ դուրել են այն մարդիկ, որ զբաղվում են, չզբաղվել։ Այո, տարբեր այս դեպքում գործող հայտնիություններ, լոբիստական խմբեր, տարբեր կառույցներ, միջազգային, որոնց հետ մենք հանդիպումներ ունենք, ասում են, ձեր իշխանությունների ուրախացություն մենք կարող ենք աջակցել, բայց չենք կարող մենք լինել սրա առաջնորդ։ Ասեք, քանի անգամ են Եթե ապտելիքներ ներկայացնելու բան ունեն, պատմեք ինչ են ընտանիքների հետ պիտի ամենօրյա կապի մեջ լինեն նրանց պատմելու թե ինչ պրոցեսներ կան։ Թեկուզ այո ոչ բոլորն են, ենթադրենք թե հրապարակային, իսկ ընտանիքների կարող է կասել։ Ակնհայտ է որ չկա այս օրակարգություն, բայց հայ ժողովուրդը իրենց չի ներում։ Սա ասում իշխանություն ժամանակավոր է, հայ ժողովուրդը չի մոռանում, ինչպես է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եղել լքված Բաքվի բան։ Շնորհակալ եմ։